2002 թվականի նոյեմբերի 5-րդ օրը Երևանում տեղի ունեցավ ստորագրություն, որը կփոխեր Հայաստանի էներգետիկ ապագան հաջորդ 20 տարիների համար։ Փաստաթղթերի մեջ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի, 3 գիտահետազոտական ինստիտուտների եւ Մարս գործարանի բաժնետոմսերը փոխանցվում էին Ռուսաստանի Դաշնությանը։ Պաշտոնական տարբերակը պարզ էր՝ ծանր պարտքի մարում 93 միլիոն դոլարի դիմաց։ Բայց մանրամասները, իսկական պայմանները, այնինչ քննարկվեց փակ սենյակներում Կասյանովի այցի ժամանակ, մնացին անհասանելի հայ հասարակությանը։ Ինչ գին վճարվեց իսկապես։ Ինչու ընտրվեց գույքի փոխանցումը, այլ ոչ թե դրամական վերակառուցում։ Ով որոշեց, որ հենց այդ 5 ձեռնարկություններն են արժեն 93 միլիոն։ Պատասխանները թաղված էին երկու կառավարությունների արխիվներում, հասանելի միայն նրանց համար, ովքեր ներկա էին այդ բանակցություններին։ Այն մարդը, ով ստորագրեց այս համաձայնագիրը հայկական կողմից, կոչվում էր Անդրանիկ Նահապետի Մարգարյան։ Վարչապետ 2 տարի։ Հանրապետական կուսակցության նախագահ։ Նախկին ապօրինի ազգայնականի դերակատար, ով տասնամյակներ անց դարձավ կառավարության ղեկավար։ Մարդ, ով ապրում էր Ավան համայնքի սովետական բազմաբնակարանում, ոչ թե ազնվականի առանձնատանը, ով խոսում էր քիչ եւ աշխատում շատ, ով երբեք չտվեց հրապարակային բացատրություն այդ գործարքի մասին, ով մեռավ 5 տարի անց նախընտրական պայքարի ամենաթեժ օրերին, 93 միլիոնի հարցը թողնելով անպատասխան։ Մարգարյանի կյանքի պատմությունը սկսվեց 1951 թվականի ամռանը Երևանում։ Նահապետ Մարգարյանի ընտանիքը պատկանում էր սովետական միջին դասին, ոչ խիստ նոմենկլատուրային, բայց ոչ էլ աշխատավորական։ Պատանին բարձրագույն կրթություն ստացավ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում։ Ինժեներ-մաթեմատիկոս։ Մաթեմատիկական մեքենաների մերի մասնագետ։ Հենց այն ոլորտը, որտեղ խորհրդային համակարգը փնտրում էր հետխորհրդային երազանքը, մարդու եւ մեքենայի սինթեզը, ալգորիթմների միջոցով կառավարվող հասարակությունը։ Բայց Անդրանիկ Մարգարյանը նախընտրեց այլ ուղի։ 1963 թվականից 18 տարեկան հասակից նա դարձավ ազգային միացյալ կուսակցության անդամ։ Ապօրինի կառույց, որը գործում էր Երևանում ստորգետնյա ցանցերի միջոցով։ Խորհրդային օրենքների համաձայն սա հանցանք էր։ Հակախորհրդային գործունեություն, քաղաքական անհնազանդություն։ Բայց Մարգարյանը, ինչպես նաև նրա ընկերները, ընտրեցին ռիսկը։ Դրանք հավատում էին Գարեգին Նժդեհի գաղափարներին, հայ ազգի ինքնորոշման, հայկական պետականության վերականգնման, հայրենիքի ազատագրման։ Հենց այդ գաղափարները խարսխում էին երիտասարդ ինժեների աշխարհայացքը։ 1973-ին նա արդեն ազգային միացյալ կուսակցության խորհրդի անդամ էր։ Գաղտնի հանդիպումներ, գաղտնի նյութեր, կոնստինյութեր, կոնսպիրացիա եւ միաժամանակ գիտական աշխատանք Երևանի մասնաճյուղում գազի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում։ Կրկնակի կյանք, մի կողմում պաշտոնական խորհրդային ինժեները, մյուս կողմում ազգայնական ապօրինականը։ Այս երկու կյանքները չարժեր խառնել միմյանց հետ, քանի որ KGB-ն հետևում էր ազգայնականներին։ Բայց Մարգարյանը եւ նրա ընկերները չանխատեցին։ Նրանք շարունակեցին հավատալ, որ Հայաստանը մի օր ազատ կլինի, որ խորհրդային համակարգը կփլուզվի, որ նրանք կտեսնեն անկախ հայկական պետություն։ Եվ նրանք սխալ չէին։ Խորհրդային միության փլուզումը փոխեց այս ստորգետնյա պայքարիչների ճակատագիրը։ 1991-ին Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն։ 1995-ին Մարգարյանը ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր։ Նախկին ապօրինականը դարձավ օրինական քաղաքական գործիչ, նգործիչ, նախկին խորհրդային ընդդիմադիրը դարձավ պետության կառուցողը։ Եվ 1999-ին նա հիմնադրեց Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ-ն, որը կդառնար Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից մեկը։ Ովքեր էին այդ նոր ուժի շուրջը, ովքեր աջակցեցին Մարգարյանին, ովքեր ստեղծեցին այս կուսակցությունը։ Պատասխանը տեղավորում է մեկ անունի մեջ՝ Ռոբերտ Քոչարյան, Արցախցի ղեկավար, ով դարձավ Հայաստանի նախագահ 1998-ին։ Քոչարյանը եւ Մարգարյանը ստեղծեցին քաղաքական դյուետ՝ նախագահ եւ վարչապետ։ Նախագահը ուժեղ, որոշակի, ռազմական անցյալով։ Վարչապետը հանգիստ, քիչ խոսող, տեխնոկրատ։ Նրանց համագործակցությունը սկսվեց 2003-ի մայիսին, երբ Քոչարյանը նշանակեց Մարգարյանին վարչապետի պաշտոնին։ Բայց Մարգարյանի առողջությունը արդեն այդ պահին հարց էր։ 1999-ի հոկտեմբերին նա անցավ սրտի վիրահատություն Երևանում, աորտակորոնար շունթավորում։ Այս վիրահատությունը նշանակում էր, որ նրա սրտանոթային համակարգը խիստ խնդիրներ ուներ։ Սակայն Մարգարյանը վերադարձավ աշխատանքի, շարունակեց վարչապետի պաշտոնը։ Երբեմն հոսպիտալացվում էր Հայաստանում, երբեմն Ֆրանսիայում, սակայն միշտ վերադառնում, միշտ շարունակում։ Քաղաքում քաղաքական պարտականությունը կարծես ավելի ուժեղ էր, քան ֆիզիկական թույլությունը։ Նրա մոտակա շրջապատը հիշում է, թե ինչպես նա աշխատում էր երկար ժամեր,
չնայած բժիշկների զգուշացումներին։ Ինչպես նա մերժում էր հանգիստը, քանի որ երկիրը ուներ խնդիրներ, որոնք պետք էր լուծել։ Այժմ վարչապետ Մարգարյանի առջև կանգնած էր մեծ խնդիր՝ Հայաստանի պետական պարտքը Ռուսաստանի առջև։ 93 միլիոն դոլար պարտք, որը կուտակվել էր տասնամյակների ընթացքում։ Խորհրդային օրոք տրված վարկ էր, հետխորհրդային տնտեսական օգնություն, էներգետիկ մատակարարման չվճարված հաշիվներ։ Ռուսաստանը պահանջում էր փողը, Հայաստանը չուներ փող։ Հայաստանի տնտեսությունը դեռևս հետխորհրդային անցումային շրջանում էր, արտաքին ներդրումներն անբավարար էին, առ էին, բյուջեն սղեր։ Պարտքի մարումը դրամական միջոցներով կնշանակեր երկրի առջև լրացուցիչ ֆինանսական ճնշում։ Եվ ահա, երկու կառավարություններ սկսեցին քննարկել այլընտրանքային լուծում՝ գույքի փոխանցումը պարտքի դիմաց։ Ինչու Մարգարյանը համաձայնվեց։ Ինչ այլընտրանքներ նա տեսավ։ Արդյոք նա փորձեց պաշտպանել այդ ձեռնարկությունները։ Արդյոք նա հարցրեց իր թիմին, արդյոք կա այլ ուղի։ Արդյոք նա գիտե, որ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը Հայաստանի ամենամեծ էներգետիկ ակտիվն է, որ այն սնուցում է ոչ միայն Հայաստանը, այլև արտահանում էլեկտրաէներգիա Իրան, որ դա ռազմավարական օբյեկտ է, որ դրա կորուստը նշանակում է Հայաստանի էներգետիկ անկախության կորուստ։ Նա գիտեր, բայց նա համաձայնվեց։ Ինչու։ Պատասխանը թերևս ոչ թե մեկ գործոնում է, այլ մի շարք հանգամանքների համադրությունում։ Առաջին՝ ֆինանսական անհրաժեշտությունը։ Հայաստանը իսկապես չուներ դրամական միջոցներ պարտքը մարելու համար։ Երկրորդ՝ ճնշումը Ռուսաստանի կողմից։ Մոսկվան ցանկանում էր լուծում, եւ դա արագ։ Երրորդ՝ քաղաքական հաշվարկը։ Մարգարյանը կարող էր կարծել, որ այս գործարքը կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները եւ կտա Հայաստանին ռազմավարական գործընկեր։ Չորրորդ՝ անձնական հատկանիշները։ Մարգարյանը տեխնոկրատ էր, ոչ թե պոպուլիստ։ Նա համարում էր, որ քաղաքական որոշումները պետք է ընդունվեն փորձագետների կողմից փակ սենյակներում, ոչ թե հանրային քննարկումների արդյունքում։ 2002 հուլիսի 19-ին Երևանում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվեց փոխանցել 5 ձեռնարկություններ։ Ռուսաստանի կառավարությունը պարտավորվեց համարել պարտքը մարված։ Փաստաթղթերը ստորագրեցին, լրատվամիջոցները հրապարակեցին լուրը, բայց մանրամասները մնացին գաղտնի։ Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն այն մասին, թե ինչպես է գնահատվել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի արժեքը։ Ոչ մի բացատրություն այն մասին, թե ինչու գույքը գնահատվեց 93 միլիոն դոլարով, երբ շուկայական գինը կարող էր ավելի բարձր լինել։ Ոչ մի հրապարակային քննարկում ազգային ժողովում։ Ամեն ինչ տեղի ունեցավ փակ դռների հետևում։ Նոյեմբերին Երևան եկավ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանով։ Բարձր տղամարդ, մոխրագույն կոստյումով, խմբագրված դեմքով։ Նա հանդիպեց Մարգարյանի հետ։ Նրանք ստորագրեցին արձանագրություններ։ Կասյանովը հայտարարեց լրատվամիջոցներին, որ սա փոխադարձ օգտավետ գործարք է, որ հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են ռուսական արտադրական շղթաներում, որ սա տնտեսությունների փոխլրացումն է։ Մարգարյանը էլ հայտարարեց, որ Հայաստանը ունի բարենպաստ ներդրումային միջավայր, որ ռուսական ընկերություններն ակնկալվում են, որ սա նոր էջ է երկու երկրների հարաբերություններում։ Բայց ոչ մեկը չպատասխանեց հիմնական հարցին. իսկապես ինչ գին վճարվեց։ Արդյոք գնահատականը արդար էր։ Արդյոք Հայաստանը կարող էր ավելի լավ պայմաններ ստանալ։ 2003-ի եւ 2004-ի տարիներին տեղի ունեցավ փաստացի փոխանցումը։ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի բաժնետոմսերը դարձան Ռուսաստանի սեփականությունը։ Մարս գործարանը, որը արտադրում էր էլեկտրոնային բաղադրիչներ, նույնպես։ 3 գիտահետազոտական ինստիտուտները, մաթեմատիկական մեքենաների, ավտոմատացված կառավարման համակարգերի եւ նյութագիտության նույնպես։ Ռուսաստանի դաշնային գույքի կառավարման գործակալությունը ստեղծեց ՄԱԿ Հրազդանի թեք, հիմնադրելով նոր ընկերություն այդ ակտիվների վրա։ 93 միլիոնի պարտքը մարվեց, Հայաստանի պետական պարտքը նվազեց։ Մարգարյանի կառավարությունը շարունակեց աշխատել, եւ հայ հասարակությունը դանդաղ սկսեց իմանալ, թե ինչ է կատարվել, բայց հարցերը մնացին։ Քաղաքական ընդդիմությունը սկսեց խոսել անթափանցիկության մասին, որ հասարակությունը չգիտի իսկական պայմանները, որ գույքը կարող էր ավելի թանկ վաճառվել, որ կարող էին փնտրել այլ լուծումներ, որ Հայաստանը կորցրեց ռազմավարական ակտիվ, որ էներգետիկ անկախությունը վտանգված է, որ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը այժմ կախված է ռուսական որոշումներից, որ եթե Մոսկվան ցանկանա, նա կարող է սպառնալ էլեկտրաէներգիայի անջատմամբ։ Մարգարյանը չպատասխանեց այդ քննադատություններին։ Նա շարունակեց լռել, շարունակեց աշխատել, շարունակեց վարչապետ լինել եւ շարունակեց պայքարել սրտի հիվանդության հետ։ Ինչու նա լռեց։ Արդյոք սա վախ էր հրապարակից։ Արդյոք սա անվստահություն էր իր իսկ որոշման մեջ։
թե պարզապես համոզվածություն, որ քաղաքական գործարքները չպետք է բացատրվեն հրապարակին։ Մարգարյանի ոճը եղել է լռություն, նա երբեք չեղել է հրապարակային բանախոս, երբեք չեղել է մեդիա դեմք, նա աշխատել է հանգիստ, բյուրոկրատական լեզվով, փակ սենյակներում։ Նրա ապրելակերպը նույնպես համեստ էր, ավանի բազմաբնակարան, ոչ թե կառավարական առանձնատուն, ոչ մի թանկարժեք մեքենա, ոչ մի ցուցադրական ռոսկոշ, պարզապես աշխատանք։ Եվ այդ աշխատանքը շարունակվեց մինչև 2007 մարտ։ 2007 մարտի 25-րդ օրը Երևանի կլինիկաներից մեկում հայտնվեց հայտնություն։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մահացել էր սրտի կանգից, 56 տարեկան։ Նախընտրական քարոզարշավի մեջտեղում մայիսին պետք է լինեին պառլամենտական ընտրություններ։ Նրա մահը լուր էր, անսպասելի, ցնցող, աղետալի։ Պրեզիդենտ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ երկիրը կորցրեց մեծ պետական գործիչ։ Հանրապետական կուսակցությունը կորցրեց իր հիմնադիրը եւ ղեկավարը, հայ ժողովուրդը կորցրեց վարչապետ, ով 10 տարի ծառայել էր անկախ Հայաստանին։ Նրա մահվան հանգամանքները երբեմն քննարկվում են տարբեր տեսությունների համատեքստում։ Որոշ մարդիկ խոսում են կասկածելի հանգամանքների մասին, թեև պաշտոնական վարկածը պարզ է՝ սրտի կանգ, ինֆարկտ։ Մարգարյանը տարիներ տառապել է սրտանոթային հիվանդությունից։ Անցել է վիրահատություն 1999 հոկտեմբերին։ Կրկնակի հոսպիտալացվել է Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Բժիշկները զգուշացրել են նրան աշխատանքային բեռը նվազեցնելու մասին, բայց նա չլսեց։ Շարունակեց աշխատել մինչև վերջին օր։ Եվ այդ վերջին օրը եկավ 2007 մարտի 25-ին։ Նրա թաղումը տեղի ունեցավ 3 օր անց, մարտի 28-ին, Կոմիտասի անվան Պանթեոն, Երևանում։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու։ Պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, սովորական քաղաքացիներ։ Մարդիկ, ովքեր հարգում էին նրան իր համեստության եւ աշխատասիրության համար։ Մարդիկ, ովքեր քննադատում էին նրան 93 միլիոնի գործարքի համար։ Բայց բոլորն էլ ճանաչում էին, Անդրանիկ Մարգարյանը եղել է նշանակալի ֆիգուր հայկական քաղաքականության մեջ։ Նրա հաջորդը դարձավ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար, ով արդեն տարիներ աշխատում էր Մարգարյանի կառավարությունում։ Սարգսյանը նշանակվեց վարչապետ ապրիլի 4-ին, Մարգարյանի մահից 10 օր անց։ Նա շարունակեց Մարգարյանի քաղաքականությունը, շարունակեց համագործակցությունը Ռուսաստանի հետ, շարունակեց տնտեսական ռեֆորմները։ Եվ 1 տարի անց, 2008-ին, Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ։ 93 միլիոնի գործարքը մնաց պատմության մեջ որպես վիճահարույց որոշում։ Որոշ մարդիկ համարում են, որ դա անհրաժեշտ էր, Հայաստանը չուներ այլ տարբերակ։ Որոշ մարդիկ համարում են, որ դա սխալ էր, Հայաստանը կորցրեց ռազմավարական ակտիվ։ Բայց միանշանակ է մեկ բանը. այդ որոշումը ընդունվեց փակ սենյակներում, առանց հրապարակային քննարկման, առանց թափանցիկության։ Եվ այդ անթափանցիկությունը դարձավ այդ գործարքի հիմնական խնդիրը։ Անդրանիկ Մարգարյանը մնաց պատմության մեջ որպես համեստ, աշխատասեր, լռակյաց վարչապետ։ Որպես մարդ, ով տասնամյակներ պայքարել է հայկական անկախության համար ապօրինի պայմաններում։ Որպես մարդ, ով հիմնադրել է Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժերից մեկը։ Որպես մարդ, ով ստորագրել է վիճելի, բայց փաստացի գործարք Ռուսաստանի հետ 93 միլիոնի դիմաց։ Եվ որպես մարդ, ով մեռավ նախընտրական պայքարի մեջտեղում, թողնելով անպատասխան բազմաթիվ հարցեր։ Ինչ կլիներ, եթե Մարգարյանը ապրեր երկար։ Արդյոք նա մի օր կտար բացատրություն այդ գործարքի մասին։ Արդյոք նա կպաշտպաներ իր որոշումը հրապարակում։ Արդյոք նա կձեռք բերեր նոր պայմաններ Ռուսաստանի հետ, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը վերադարձնելու համար։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ Անդրանիկ Մարգարյանը մեռավ 2007 մարտի 25-ին, 56 տարեկանում, թողնելով հայ հասարակությանը մտածելիք առանց պատասխանի։ 93 միլիոնի գործարքը մնաց որպես սիմվոլ անթափանցիկության, սիմվոլ վերնախավի որոշումների առանց հրապարակային քննարկման, սիմվոլ ռազմավարական ակտիվների կորստի փոքր երկրների համար, որոնք պարտք ունեն մեծ հարևանների առջև, սիմվոլ այն դժվարությունների, որոնք կանգնած են փոքր պետությունների առջև հետխորհրդային տարածքում, երբ նրանք փորձում են հավասարակշռել տնտեսական անկախությունը եւ քաղաքական կախվածությունը։ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը մնաց Ռուսաստանի սեփականության տակ տարիներ։ 2015-ին այն վաճառվեց նոր սեփականատիրոջը՝ Leormand Holdings Limited ընկերությանը, որը պատկանում է հայ բիզնեսմեն Սամվել Կարապետյանի Թաշիր խմբին։ Այսպիսով Հրազդանի ջերմաէլեկտրակայանը վերադարձավ հայկական սեփականության տակ 13 տարի անց։ Բայց այդ 13 տարիների ընթացքում Հայաստանը կորցրեց վերահսկողությունը իր ամենամեծ էներգետիկ ակտիվի վրա։ Եվ այժմ, երբ մենք նայում ենք հետ դեպի 2002 թվականը, դեպի այդ նոյեմբերի ստորագրությունը,
Մենք տեսնում ենք մարդու, Անդրանիկ Մարգարյանի, ով ընտրեց լռությունը, ով համարեց, որ քաղաքական գործակները պետք է մնան փակ սենյակներում, ով հավատաց, որ հասարակությունը պետք է վստահի իր ղեկավարներին, ով չտվեց հրապարակային բացատրություն, եւ ով մեռավ, թողնելով այդ հարցը, արդյոք 93 միլիոնի գործարքը արդար գին էր Հայաստանի ռազմավարական ակտիվների համար։ Դա հարց է, որին պատասխանը դեռևս չկա։ Դա հարց է, որը շարունակում է քննարկվել հայկական հասարակության մեջ։ Դա հարց է, որը մնում է որպես Անդրանիկ Մարգարյանի ժառանգության մաս։ Դա հարց է, որը մնում է որպես պատմության դաս։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ կարևոր որոշումներ ընդունվում են առանց թափանցիկության։ Երբ հասարակությունը բացառվում է քաղաքական գործընթացից, երբ վերնախավը որոշում է ինքնուրույն, հավատալով, որ նա ավելի լավ գիտի։ Անդրանիկ Մարգարյանը եղել է նվիրված հայրենասեր, մարդ, ով տասնամյակներ ռիսկի տակ դրեց իր ազատությունը խորհրդային օրոք, պայքարելով հայկական անկախության համար։ Մարդ, ով աշխատեց անխոնջ, կառուցելով անկախ Հայաստանը։ Մարդ, ով ապրեց համեստ, չնայած իր բարձր պաշտոնին։ Բայց նա նաև եղել է մարդ, ով ընտրեց անթափանցիկությունը, ով համարեց, որ հասարակությանը պետք չէ իմանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում կառավարության մեջ։ Եվ այդ ընտրությունը դարձավ նրա ամենավիճելի ժառանգությունը։ Մարտի 25-րդը, 2007-րդը մնաց որպես օր, երբ Հայաստանը կորցրեց իր վարչապետին։ Բայց դա նաև օր է, որը հիշեցնում է մեզ այն հարցերի մասին, որոնք դեռևս անպատասխան են, այն հարցերի մասին, որոնք դեռևս սպասում են պատասխանի, այն հարցերի մասին, որոնք դեռևս պահպանում են իրենց նշանակությունը, եւ այն հարցերի մասին, որոնք պետք է հարցնենք, մենք որպես հասարակություն, մեր ղեկավարներից, որպեսզի պատահարը չկրկնվի։ 93 միլիոն դոլար, 5 ձեռնարկություն, 1 գործարք, 1 ստորագրություն եւ տասնամյակներ անցնող հարցեր։ Դա է Անդրանիկ Մարգարյանի ժառանգությունը։ Դա է պատմությունը, որը մենք պետք է հիշենք։ Դա է դասը, որը մենք պետք է սովորենք։ Եվ դա է հիշողությունը, որը մենք պետք է պահպանենք, ոչ միայն Մարգարյանի, այլև բոլոր նրանց մասին, ովքեր ընդունում են որոշումներ մեր անունից, մեր ապագայի համար, մեր երկրի համար։ Անթափանցիկությունը արժե թանկ։ Այն արժե վստահության կորուստ։ Այն արժե հասարակության եւ կառավարության միջև ցանցի առաջացում։ Այն արժե հարցեր, որոնք երբեք չեն պատասխանվի։ Եվ այն արժե պատմություն, որը մնում է անավարտ։ Անդրանիկ Մարգարյանի պատմությունը այդպիսի պատմություն է։ Պատմություն մարդու մասին, ով ծառայեց իր երկրին, բայց ով նաև թաքցրեց ճշմարտությունը։ Պատմություն գործարքի մասին, որը փրկեց Հայաստանը պարտքից, բայց որը նաև կորցրեց ռազմավարական ակտիվ։ Եվ պատմություն ժառանգության մասին, որը դեռևս վիճարկվում է։ 2002-ից 2007 ընկած 5 տարին Անդրանիկ Մարգարյանը վարեց Հայաստանի կառավարությունը երկու խոշոր ճգնաժամերի միջև։ Առաջինը 2002-ի 93 միլիոնի գործարքը, երկրորդը 2007-ի նախընտրական պայքարը, որը նրան չէր տրվում տեսնել ավարտված։ Այդ 5 տարիների ընթացքում նա ապրեց կրկնակի կյանք, հրապարակային եւ անձնական, պաշտոնական եւ ընտանեկան, քաղաքական եւ մարդկային։ Եվ երկու կյանքերում էլ նա մնում էր նույն Անդրանիկ Մարգարյանը՝ լռակյաց, համեստ, անոսր աշխատող։ Նրա ընտանիքը գիտեր ճշմարտությունը։ Կինը, 3 երեխաները, 5 թոռները։ Նրանք տեսնում էին այն Մարգարյանին, որին հասարակությունը չէր տեսնում։ Տեսնում էին հոգնած մարդուն, ով վերադառնում էր աշխատանքից ուշ երեկոյան։ Տեսնում էին հիվանդ մարդուն, ով թաքցնում էր իր ցավը։ Տեսնում էին մտահոգ մարդուն, ով չէր կարողանում հանգստանալ նույնիսկ տանը։ Բայց նրանք նաև տեսնում էին նվիրված մարդուն, ով հավատում էր, որ նա անում է ճիշտը, ով համոզված էր, որ նրա աշխատանքը օգնում է Հայաստանին, ով հույս ուներ, որ նրա ջանքերը կարծյունք կտան։ Մարգարյանի առողջությունը շարունակում էր վատանալ։ 1999-րդի վիրահատությունից հետո նա երբեք ամբողջությամբ չվերականգնվեց։ Նրա սիրտը թույլ էր, նրա արյան ճնշումը անկայուն էր։ Նրա մարմինը պահանջում էր հանգիստ, բայց նրա միտքը պահանջում էր աշխատանք, եւ աշխատանքը միշտ հաղթում էր։ Նա շարունակում էր վարչապետ լինել, շարունակում էր հանդիպումներ անցկացնել, շարունակում էր որոշումներ ընդունել, շարունակում էր ղեկավարել երկիրը։ Բայց ներսում նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է, գիտեր, որ սիրտը երկար չի դիմանա, գիտեր, որ մի օր կգա վերջին փուլը։ Եվ նա ցանկանում էր դրան պատրաստված լինել։ Ցանկանում էր ավարտել իր աշխատանքը, ցանկանում էր տեսնել 2007-ի ընտրությունները, ցանկանում էր փոխանցել իր պաշտոնը հաջորդ վարչապետին։ Բայց ճակատագիրը որոշեց այլ բան։ 2007-ի մարտի սկիզբը եկավ լիովին նախընտրական մթնոլորտով։ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում էր մայիսի ընտրություններին,
Մարգարյանը որպես կուսակցության նախագահ պետք էր ղեկավարեր ընտրական ցուցակը։ Սերժ Սարգսյանը որպես երկրորդ անձ պետք է ապահովեր ուժեղ արդյունք։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործընկեր պետք է աջակցեր կուսակցությանը։ Ամեն ինչ պլանավորված էր, ամեն ինչ պատրաստ էր, բայց Մարգարյանի սիրտը չէր պլանավորված։ Մարտի 24-ի երեկոյան նա վերադարձավ տուն, Ավանի իր բազմաբնակարան։ Սովորական երեկո, սովորական օր։ Նա ընտրեց ընտանիքի հետ, խոսեց իր թոռների հետ, նայեց հեռուստացույց եւ գնաց քնելու։ Ոչինչ անսովոր, ոչինչ մտահոգիչ։ Պարզապես սովորական երեկո 2007-ի մարտի 24-ին։ 25-ի առավոտը նա չարթնացավ։ Նրա կինը փորձեց նրան արթնացնել։ Նա չարձագանքեց։ Նրա սիրտը դադարել էր գործել։ Ինֆարկտ, սրտի կանգ, 56 տարեկան։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մահացել էր իր բազմաբնակարանում Ավանում, առանց ազդանշանի, առանց նախազգուշացման, առանց վերջին խոսքերի։ Պարզապես մեկնել էր։ Լուրը տարածվեց Երևանում մի քանի ժամում։ Կառավարությունը հրապարակեց պաշտոնական հայտարարություն։ Նախագահ Քոչարյանը արտահայտեց խորը ցավակցություն։ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց սուգ։ Ազգային ժողովը 1 րոպե լռություն պահեց։ Եվ հայ հասարակությունը սկսեց իմանալ, նրանց վարչապետը մեռել է։ Բայց հարցերը սկսվեցին անմիջապես։ Ինչու հենց այժմ։ Ինչու հենց նախընտրություններից առաջ։ Ինչու հենց այն պահին, երբ նա պետք էր ղեկավարեր ընտրական քարոզարշավը։ Արդյոք դա պարզապես դժբախտ պատահար էր։ Արդյոք դա բնական մահ էր, թե կար ինչ-որ բան ավելին։ Այս հարցերը երբեք չստացան պաշտոնական պատասխան, քանի որ ովքեր իսկապես գիտեին ճշմարտությունը, չխոսեցին։ Որոշ քաղաքական վերլուծաբաններ դիտեցին Մարգարյանի մահը որպես քաղաքական շահավետություն Սերժ Սարգսյանի համար։ Մարգարյանը որպես հանրապետական կուսակցության նախագահ էր հիմնական թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում 2008-ին։ Սարգսյանը որպես պաշտպանության նախարար էր երկրորդ թեկնածուն։ Մարգարյանի մահից հետո Սարգսյանը դարձավ առաջին թեկնածուն։ Նա նշանակվեց վարչապետ ապրիլի 4-ին։ Նա ընտրվեց հանրապետական կուսակցության նախագահ նոյեմբերի 10-ին, եւ նա դարձավ Հայաստանի նախագահ 2008-ի փետրվարի 19-ին։ Արդյոք Մարգարյանի մի մահը բացեց այդ ճանապարհը։ Արդյոք առանց այդ մահվան Սարգսյանը կարող էր դառնալ նախագահ։ Մենք երբեք չենք իմանա։ Այլ վերլուծաբաններ դիտեցին Մարգարյանի մահը որպես բնական հետևանք նրա առողջական խնդիրների։ Նա տարիներ տառապել է սրտի հիվանդությունից։ Նա անցել է վիրահատություն։ Նա կրկնակի հոսպիտալացվել է։ Նա չի հետևել բժիշկների խորհուրդներին։ Նա շարունակել է աշխատել ինտենսիվ ռեժիմում։ Եվ վերջապես նրա սիրտը չդիմացավ։ Ինֆարկտ, սրտի կանգ, 56 տարեկանում։ Այս տեսակետը ունի բժշկական հիմնավորում։ Այս տեսակետը համապատասխանում է փաստերին, բայց այս տեսակետը չի բավարարում նրանց, ովքեր փնտրում են ավելի խորը պատասխաններ։ Երրորդ խումբը Մարգարյանի ընտանիքի անդամներն ու մոտ ընկերները չցանկացան քննարկել այս հարցը։ Դրանք խոսեցին միայն Մարգարյանի մարդկային որակների մասին, դրա համեստության մասին, դրա նվիրվածության մասին, դրա սիրո մասին դեպի ընտանիքը եւ երկիրը։ Բայց նրանք չխոսեցին մանրամասների մասին, չխոսեցին վերջին օրերի մասին, չխոսեցին կասկածների մասին։ Դրանք պահպանեցին լռություն։ Եվ այդ լռությունը մնաց որպես նրանց շնորհակալության արտահայտություն Մարգարյանի հանդեպ։ Մարգարյանի թաղումը դարձավ ազգային իրադարձություն։ Մարտի 28-ի առավոտը Կոմիտասի անվան Պանթեոնում հավաքվեցին հազարավոր մարդիկ, կառավարության անդամներ, պարլամենտի падգամավորներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան պատվիրակություններ եւ սովորական քաղաքացիներ, ովքեր ցանկացան հրաժեշտ տալ իրենց վարչապետին։ Արարողությունը պահպանեց Մարգարյանի ոճը, համեստ, առանց փառասիրության, առանց ցուցադրության։ Նախագահ Քոչարյանը ելույթ ունեցավ։ Նա ասաց. «Մենք կորցրինք պետական գործիչ, գործընկեր, ընկեր»։ Անդրանիկ Մարգարյանը 7 տարի ղեկավարեց կառավարությունը, եւ բոլոր այդ 7 տարիները եղան դրական մեր պետության համար։ Մարդով զբաղեցնելով բարձր պաշտոն, մնաց եւ կմնա համեստ, հանդուրժող եւ ազնիվ։ Մեր հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա հենց այդպիսին, առաջին հերթին իր մարդկային գորակներով։ Այս խոսքերը արտահայտում էին պաշտոնական տեսակետը, պաշտոնական ցավակցությունը, պաշտոնական գնահատականը։ Բայց նրանք չէին արտահայտում այն բոլոր հարցերը, որոնք մնում էին անպատասխան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նույնպես ելույթներ ունեցան։ Դրանք խոսեցին Մարգարյանի դերի մասին կուսակցության հիմնադրման գործում, նրա դերի մասին հայկական քաղաքականության ձևավորման գործում, նրա դերի մասին Հայաստանի տնտեսական զարգացման գործում։
Բայց նրանք չխոսեցին 93 միլիոնի մասին, չխոսեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանի մասին, չխոսեցին վիճելի որոշումների մասին։ Նրանք խոսեցին միայն դրական մասերի մասին, միայն հաջողությունների մասին, միայն ժառանգության դրական կողմերի մասին։ Եվ սովորական քաղաքացիները, ովքեր կանգնած էին արարողությանը, ունեին խառը զգացմունքներ։ Ոմանք լացում էին, ոմանք լուռ էին, ոմանք աղոթում էին, ոմանք պարզապես ներկա էին, բայց բոլորն էլ գիտակցում էին, որ պատմության մի էջ փակվում է, որ Անդրանիկ Մարգարյանի դարաշրջանը ավարտվեց, որ Հայաստանը մտնում է նոր փուլ, եւ որ այդ նոր փուլը կունենա նոր ղեկավարներ, նոր քաղաքականություն, նոր որոշումներ։ Մարգարյանի թաղումից հետո քաղաքական կյանքը շարունակվեց իր սովորական ընթացքով։ Սերժ Սարգսյանը նշանակվեց վարչապետ։ Նախընտրական քարոզարշավը շարունակվեց։ Մայիսի ընտրություններն անցան։ Հանրապետական կուսակցությունը հաղթեց։ Եվ ամեն ինչ շարունակվեց այնպես, կարծես Մարգարյանը երբեք չէր եղել։ Կարծես նրա մահը ոչինչ չփոխեց։ Կարծես քաղաքական մեքենան շարունակեց աշխատել առանց նրա։ Բայց դա սուտ էր, քանի որ Մարգարյանի մահը փոխեց շատ բան։ Նա փոխեց հանրապետական կուսակցության ղեկավարությունը։ Նա փոխեց հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածուն։ Նա փոխեց քաղաքական հավասարակշռությունը Հայաստանում։ Եվ նա թողեց անպատասխան հարցերը, որոնք շարունակում են քննարկվել մինչ օրս։ 93 միլիոնի գործարքը մնաց որպես Մարգարյանի ամենավիճելի ժառանգություն։ Այն գործարքը, որը նա ստորագրեց 2002-ին։ Այն գործարքը, որի մասին նա երբեք չխոսեց հրապարակում։ Այն գործարքը, որը փոխանցեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանը Ռուսաստանին։ Այն գործարքը, որը դարձավ սիմվոլ անտափանցիկության Հայաստանի քաղաքականության մեջ։ Մարգարյանից հետո կառավարությունը շարունակեց իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ։ Էներգետիկ համագործակցությունը շարունակվեց, ռազմական համագործակցությունը շարունակվեց, տնտեսական կապերը շարունակվեցին, բայց Հրազդանի ջերմաէլեկտրակայանը մնաց ռուսական սեփականության տակ մինչև 2015։ Եվ այդ 13 տարիների ընթացքում Հայաստանը չուներ վերահսկողություն իր ամենամեծ էներգետիկ ակտիվի վրա։ 2015-ին, 8 տարի Մարգարյանի մահից հետո, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը վաճառվեց նոր սեփականատիրոջը։ Interra ընկերությունը, որը տիրապետում էր ջերմաէլեկտրակայանին ռուսական կողմից, վաճառեց այն Liorment Holdings Limited ընկերությանը։ Այս ընկերությունը պատրությունը պատկանում էր հայ բիզնեսմեն Սամվել Կարապետյանի Թաշիր խմբին։ Այսպիսով, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը վերադարձավ հայկական սեփականության տակ 13 տարի անց։ Երրորդ սեփականատեր։ Նոր կառավարում։ Արդյոք Մարգարյանը կարող էր պահել Հրազդանի ջերմաէլեկտրակայանը հայկական սեփականության տակ 2002-ին։ Արդյոք կային այլ տարբերակներ։ Արդյոք նա կարող էր բանակցել ավելի լավ պայմաններ։ Արդյոք նա կարող էր փնտրել այլ ներդրողներ։ Արդյոք նա կարող էր փնտրել միջազգային օգնություն։ Արդյոք նա կարող էր հետաձգել պարտքի մարումը։ Այս հարցերը մնում են փորձագետների քննարկման թեմա։ Որոշ տնտեսագետներ պնդում են, որ Մարգարյանն ունեցել է այլ ընտրանքներ, որ Հայաստանը կարող էր դիմել միջազգային արտարժույթի հիմնադրամին, որ կարող էր փնտրել Եվրոպական միությունից օգնություն, որ կարող էր վերակառուցել պարտքը ավելի երկար ժամկետով, որ կարող էր փնտրել մասնավոր ներդրողներ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի համար, որ կարող էր պահել պետական սեփականությունը եւ վճարել պարտքը աստիճանաբար։ Բայց այս տնտեսագետները չէին հաշվի առնում քաղաքական ճնշումը Ռուսաստանի կողմից, չէին հաշվի առնում ժամանակային սահմանափակումները, չէին հաշվի առնում Հայաստանի թույլ բանակցային դիրքը։ Այլ տնտեսագետներ պնդում են, որ Մարգարյանը ընտրել է միակ հնարավոր տարբերակը, որ Հայաստանը իսկապես չուներ դրամական միջոցներ, որ ԱՄՀ չէր տա վարկ այդ չափի պարտքի մարման համար, որ Եվրոպական միությունը չէր ցանկանում ներգրավվել, որ մասնավոր ներդրողները չէին վստահում Հայաստանի տնտեսությանը, որ Ռուսաստանը պահանջում էր անմիջական լուծում, որ գույքի փոխանցումը եղավ միակ ելքը։ Բայց այս տնտեսագետները չէին կարող բացատրել, թե ինչու գործարքը եղավ այդքան անթափանցիկ։ Ինչու չէր հրապարակայնացվել գնահատման մեթոդաբանությունը, ինչու չէր քննարկվել ազգային ժողովում։ Եվ երրորդ խումբը պնդում է, որ ճշմարտությունը մեջտեղում է, որ Մարգարյանը ունեցել է սահմանափակ տարբերակներ, բայց նա ընտրեց ամենափակ տարբերակը, որ նա կարող էր գոնե փորձել բանակցել ավելի լավ պայմաններ, որ նա կարող էր գոնե հրապարակայնացնել գործընթացը, որ նա կարող էր գոնե բացատրել իր որոշումը հասարակությանը, բայց նա ընտրեց լռությունը, եւ այդ լռությունը դարձավ նրա ամենամեծ սխալը։ Անդրանիկ Մարգարյանի ժառանգությունը վիճահարույց է։ Մի կողմից նա հիմնադրեց Հանրապետական կուսակցությունը, որը դարձավ Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժը 2000-երի եւ 2000-ի եւ 2010-երի տասնամյակներում։ Նա ղեկավարեց կառավարությունը 7 տարի, ապահովելով տնտեսական կայունություն եւ քաղաքական հավասարակշռություն։
Նա պահպանեց համեստ կերպարը եւ ապրեց առանց փառասիրության։ Նա մնաց նվիրված իր երկրին մինչև վերջին օր։ Մյուս կողմից նա ստորագրեց վիճելի գործարք, որը փոխանցեց ռազմավարական ակտիվներ օտար պետության։ Նա չտվեց հրապարակային բացատրություն այդ գործարքի մասին։ Նա պահպանեց անթափանցիկությունը քաղաքական որոշումների գործընթացում։ Նա թողեց անպատասխան հարցերը, որոնք շարունակում են քննարկվել տասնամյակներ անց։ Ո՞րն է իսկական Անդրանիկ Մարգարյանը։ Նվիրյալ հայրենաս էր, թե անձնամպաստ տեխնոկրատ։ Համեստ ծառա, թե փակված բյուրոկրատ։ Պատասխանը, ինչպես հաճախ լինում է պատմության մեջ, գտնվում է երկու ծայրահեղությունների միջև։ Մարգարյանը եղել է բարդ մարդ, իր արժանինքներով եւ թերություններով, իր հաջողություններով եւ ձախողումներով, իր լույսով եւ ստվերով։ Նրա մահից 19 տարի անց Հայաստանը շարունակում է վիճել 93 միլիոնի գործարքի մասին։ Շարունակում է քննարկել, արդյոք դա ճիշտ որոշում էր։ Շարունակում է հարցնել, արդյոք կային այլ տարբերակներ։ Եվ այս վիճաբանությունը ցույց է տալիս, որ Մարգարյանի ժառանգությունը դեռ կենդանի է, որ նրա որոշումները դեռ կարևոր են, որ նրա լռությունը դեռ խանգարում է։ Եվ թերևս այդ է Մարգարյանի ամենակարևոր ժառանգությունը։ Ոչ թե այն, թե ինչ որոշումներ նա կայացրեց, այլ այն, թե ինչպես նա կայացրեց այդ որոշումները, առանց թափանցիկության, առանց հրապարակային քննարկման, առանց պատասխանատվության։ Այս ժառանգությունը դաս է հայկական քաղաքականության համար։ Դաս այն մասին, թե ինչ պետք չէ անել։ Դաս այն մասին, թե ինչպես կարևոր որոշումները պետք է կայացվեն դեմոկրատական հասարակության մեջ։ Անդրանիկ Մարգարյանը մեռավ 2007-ի մարտի 25-ին, բայց նրա պատմությունը շարունակում է ապրել, շարունակում է քննարկվել, շարունակում է դաս տալ։ Եվ թերևս հենց այդ է իսկական ժառանգությունը, ոչ թե հարթ գովասանկը կամ միանշանակ դատապարտումը, այլ շարունակական քննարկումը, շարունակական վերլուծությունը, շարունակական դասերի քաղումը։ Քանի որ միայն այդպես մենք կարող ենք սովորել անցյալից եւ կառուցել ավելի լավ ապագա։ 2013-ի տարում 6 տարի Անդրանիկ Մարգարյանի մահից հետո հայկական քաղաքական գիտությունները սկսեցին համակարգված հետազոտություն նրա կառավարման տարիների մասին։ Հետազոտողները ցանկացան պատասխանել մեկ հիմնական հարցի. արդյոք Մարգարյանի կառավարման տարիները եղան հաջողված, թե ոչ։ Եվ նրանք հայտնաբերեցին բարդ պատկեր։ Տնտեսական ցուցանիշները ցույց էին տալիս մեկ բան. 2000-ից 2007 ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը աճեց միջինը 12%-ով տարեկան։ Բյուջետային եկամուտները աճեցին, արտաքին ներդրումները աճեցին, գնաճը մնաց ցածր։ Արտարժույթի փոխարժեքը մնաց կայուն, աշխատանքազրկությունը նվազեց, միջին աշխատավարձը աճեց։ Այս բոլոր ցուցանիշները ցույց էին տալիս, որ Մարգարյանի կառավարումը եղավ տնտեսապես հաջողված։ Բայց քաղաքական ցուցանիշները ցույց էին տալիս այլ բան։ Կոռուպցիան մնաց բարձր, օլիգարխների ազդեցությունը աճեց, մեդիայի ազատությունը նվազեց, քաղաքական մրցակցությունը սահմանափակվեց, ընդդիմության ճնշումը շարունակվեց, ընտրական գործընթացները մնացին վիճելի։ Այս բոլոր ցուցանիշները ցույց էին տալիս, որ Մարգարյանի կառավարումը եղավ քաղաքապես խնդրահարույց։ Եվ հրապարակային վստահության ցուցանիշները ցույց էին տալիս երրորդ բան. Մարգարյանը անձամբ վայելում էր բարձր վարկանիշ հասարակության մեջ։ Մարդիկ հարգում էին նրան իր համեստության համար, վստահում էին նրան իր աշխատասիրության համար, գնահատում էին նրան իր պրոֆեսիոնալիզմի համար, բայց միևնույն ժամանակ մարդիկ քննադատում էին նրան կոռուպցիայի թույլատրելու համար, քննադատում էին անթափանցիկության համար, քննադատում էին ձախողությունների համար։ Այս բարդ պատկերը ցույց է տալիս, որ Մարգարյանի ժառանգությունը բազմաշերտ է։ Հետազոտողները նաև ուսումնասիրեցին 93 միլիոնի գործարքը։ Նրանք ուզում էին հասկանալ, արդյոք դա եղավ ճիշտ որոշում։ Եվ նրանք հայտնաբերեցին հետաքրքիր փաստեր։ Առաջինը, գործարքի գնահատականը իսկապես եղավ ցածր։ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի շուկայական արժեքը 2002-ին հնարավոր է կազմեց մոտ $200 միլիոն, բայց այն գնահատվեց որպես մոտ $70 միլիոն 5 ձեռնարկության ընդհանուր փաթեթում։ Դա նշանակում էր, որ Հայաստանը կորցրեց առնվազն $100 միլիոն գնահատված արժեք։ Երկրորդը, բանակցային գործընթացը եղավ շատ կարճ։ Առաջին քննարկումները սկսվեցին 2002-ի սկզբին։ Համաձայնագիրը ստորագրվեց հուլիսին, ընդամենը մի քանի ամիս։ Սովորաբար այդպիսի խոշոր գործարքներն ունենում են ավելի երկար բանակցային գործընթաց, ավելի շատ փորձագիտական գնահատումներ, ավելի մանրի մահլակրկիտ ուսումնասիրություններ։ Բայց այս դեպքում ամեն ինչ տեղի ունեցավ արագ, չափազանց արագ։ Երրորդը, այլընտրանքային տարբերակներն իսկապես գոյություն ունեին։ Միջազգային արտարժույթի հիմնադրամը պատրաստ էր քննարկել վերակառուցման ծրագիր։
Եվրոպական բանկը հետաքրքրված էր Հայաստանի էներգետիկ ոլորտով։ Ամերիկյան ներդրողներն ուսումնասիրում էին հնարավորություններ, բայց այս այլընտրանքները չեղան լուրջ քննարկման առարկա։ Ինչու՞։ Հետազոտողները չգտան հստակ պատասխան։ 4. Քաղաքական հաշվարկը կարող էր ավելի կարևոր լինել, քան տնտեսականը։ Մարգարյանի կառավարությունը ցանկանում էր ամրապնդել հարաբերություններն Ռուսաստանի հետ, ցանկանում էր ապահովել ռազմական համագործակցություն, ցանկանում էր երաշխավորել էներգետիկ մատակարարումներ, եւ 93 միլիոնի գործարքը դարձավ այդ քաղաքականության մասը։ Գնով, որը կարող էր չափազանց բարձր լինել։ 5. Անթափանցիկությունը եղավ հիմնական խնդիրը։ Եթե կառավարությունը բացատրեր գործարքը հասարակությանը, եթե ներկայացներ այլընտրանքները, եթե հիմնավորեր իր ընտրությունը, քննադատությունը կարող էր քիչ լինել։ Բայց անթափանցիկությունը ստեղծեց կասկած, ստեղծեց վստահության ճգնաժամ, ստեղծեց վերաբերմունք, որ կառավարությունը թաքցնում է ինչ-որ բան, եւ այդ վերաբերմունքը մնաց մինչեւ օրս։ Հետազոտողները նաեւ հարցազրուցեցին Մարգարյանի նախկին գործընկերներին, եւ նրանք լսեցին հետաքրքիր պատմություններ։ Մեկ նախկին նախարար պատմեց, որ Մարգարյանը իսկապես տխուր էր գործարքի մասին, որ նա գիտակցում էր, որ դա վիճելի որոշում է, որ նա անձամբ նախընտրեր այլ տարբերակ, բայց նա չունեցավ ընտրություն։ Քաղաքական ճնշումը Ռուսաստանի կողմից եղավ շատ ուժեղ, եւ Մարգարյանը համոզվեց, որ մերժելը կվնասի Հայաստանի ազգային անվտանգությանը։ Մեկ այլ նախկին խորհրդական պատմեց, որ Մարգարյանը փորձեց բանակցել ավելի լավ պայմաններ, փորձեց ապահովել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հետ գնման օպցիոն, փորձեց սահմանել ժամկետ, որից հետո գույքը կվերադառնա Հայաստանին, բայց ռուսական կողմը մերժեց այդ պայմանները։ Եվ Մարգարյանը վերջապես համաձայնվեց առանց այդ երաշխիքների, քանի որ նա վախենում էր, որ մերժելը կփչացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Երրորդ նախկին պաշտոնյա պատմեց, որ Մարգարյանը ցանկանում էր հրապարակային քննարկում անել, ցանկանում էր գործարքը ներկայացնել ազգային ժողովում, ցանկանում էր բացատրել իր որոշումը հասարակությանը, բայց նախագահ Քոչարյանը խորհուրդ տվեց չանել դա։ Խորհուրդ տվեց պահել գործարքը շատ փակ, խորհուրդ տվեց խուսափել հրապարակային քննարկումից։ Եվ Մարգարյանը, որպես լոյալ վարչապետ, հետևեց այդ խորհրդին։ Գնով, որը վնասեց նրա սեփական վարկանիշը։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ 93 միլիոնի գործարքը ոչ թե Մարգարյանի անձնական նախաձեռնություն էր, այլ բարդ քաղաքական գործընթացի արդյունք։ Բարդ գործընթաց, որտեղ մասնակցում էին բազմաթիվ դերակատարներ, բարդ գործընթաց, որտեղ գործում էին բազմաթիվ ուժեր, բարդ գործընթաց, որտեղ Մարգարյանը եղավ կատարողական ուժը, այլ ոչ թե միակ որոշման կայացնողը։ Բայց այնուամենայնիվ նա ստորագրեց, եւ այդ ստորագրությունը դարձավ նրա պատասխանատվությունը։ 2018-ի տարում, 11 տարի Մարգարյանի մահից հետո, Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։ Ժողովրդական զանգվածային շարժում, որը տապալեց Սերժ Սարգսյանի կառավարությունը։ Շարժում, որը պահանջեց թափանցիկություն, ժողովրդավարություն, հյուն, հաշվետվողականություն։ Շարժում, որը քննադատեց անցյալի անթափանցիկ որոշումները, եւ 93 միլիոնի գործարքը դարձավ քննադատության խորհրդանիշերից մեկը։ Նոր կառավարությունը հայտարարեց, որ կուսումնասիրի բոլոր նախորդ վիճելի գործարքները, որ կհրապարակի նախկին փակ պայմանագրերը, որ կբացահայտի պատմական ճշմարտությունը։ Բայց երբ հասավ 93 միլիոնի գործարքին, նոր կառավարությունը հայտնաբերեց, որ արխիվները թերի են, որ փաստաթղթերը անբավարար են, որ հիմնական բանակցությունների արձանագրությունները չեն պահպանվել, կամ պահպանվել են, բայց մատչելի չեն։ Այսպիսով, 16 տարի գործարքից հետո Հայաստանը դեռ չունի լիարժեք պատասխաններ, դեռ չգիտի ճշգրիտ պայմանները, դեռ չհասկանում է ամբողջ գործընթացը։ Եվ Անդրանիկ Մարգարյանը, որպես այդ գործարքի ստորագրող, մնում է անխփված թիրախը քննադատության համար։ Չնայած նա արդեն 11 տարի է ինչ մահացել է, չնայած նա չի կարող պաշտպանվել, չնայած նա չի կարող բացատրել։ Արդար է արդյոք քննադատել մարդուն, որը չի կարող պատասխանել։ Արդար է արդյոք վերագրել բոլոր պատասխանատվությունը մեկ անձի։ Արդար է արդյոք անտեսել այն քաղաքական համատեքստը, որտեղ այդ որոշումները ընդունվեցին։ Դա բարդ հարցեր են, եւ նրանք չունեն པարզ պատասխաններ։ Բայց մեկ բան հստակ է. Անդրանիկ Մարգարյանը մնաց պատմության մեջ որպես վիճահարույց ֆիգուր։ Ոչ թե միանշանակ դրական, ոչ թե միանշանակ բացասական, այլ բարդ, բազմաշերտ, հակասական, ինչպես շատ իրական պատմական ֆիգուրներ։ Եվ թերևս հենց դա է նրա ամենակարևոր ժառանգությունը։ Ոչ թե པարզ պատասխանները, այլ բարդ հարցերը։ Հարցերը, որոնք շարունակում են մտածեցնել, շարունակում են քննարկվել, շարունակում են դաս տալ։
2021 թվականում 14 տարի Մարգարյանի մահից հետո հայկական պատմաբանները հրապարակեցին համապարփակ կենսագրություն նրա մասին։ 500 էջանոց գիրք, որը վերլուծում էր նրա ամբողջ կյանքը, նրա երիտասարդ տարիները, նրա ապօրինի ազգայնական գործունեությունը, նրա քաղաքական կարիերան, նրա վարչապետության տարիները եւ իհարկե 93 միլիոնի գործարքը։ Գրքում պատմաբանները փորձեցին պատասխանել հիմնական հարցին. ով էր Անդրանիկ Մարգարյանը, եւ նրանք եկան այն եզրակացության, որ նա եղել է արտադրանք իր ժամանակի։ Արտադրանք հետ խորհրդային Հայաստանի քաղաքական մշակույթի, որտեղ թափանցիկությունը չէր գնահատվում, որտեղ հրապարակային քննարկումը հաճախ դիտվում էր որպես թուլություն, որտեղ ուժեղ ղեկավարը համարվում էր նա, ով կարող էր որոշումներ ընդունել առանց բացատրությունների։ Բայց պատմաբանները նաև նշեցին, որ Մարգարյանը ունեցավ ընտրություն։ Նա կարող էր փորձել փոխել այդ մշակույթը, կարող էր փորձել ներդնել ավելի բաց քաղաքականություն, կարող էր փորձել ստեղծել նոր ստանդարտներ, բայց նա չանեց դա։ Նա նախընտրեց աշխատել գոյություն ունեցող մշակույթի շրջանակներում, եւ դա դարձավ նրա սահմանափակումը։ Գրքի վերջում պատմաբանները տվեցին համապարփակ գնահատական։ Նրանք գրեցին. Անդրանիկ Մարգարյանը եղել է նվիրված պետական գործիչ, ով ծառայել է իր երկրին խղճմտորեն եւ անվրեպ։ Նա եղել է համեստ մարդ, ով չի փնտրել անձնական հարստություն կամ փառք։ Նա եղել է աշխատասեր ղեկավար, ով նվիրաբերել է իր կյանքը Հայաստանի զարգացմանը։ Բայց նա նաև եղել է արտադրանք իր ժամանակի քաղաքական մշակույթի, որը գնահատում էր փակությունը ավելի քան թափանցիկությունը, եւ դա դարձավ նրա ամենամեծ սահմանափակումը։ Այս գնահատականը արտացոլում է ժամանակակից պատմագրության մոտեցումը Մարգարյանի հանդեպ, ոչ թե վերացական դատապարտում, ոչ թե անկեղծ գովասանք, այլ հավասարակշռված վերլուծություն, որը ճանաչում է եւ նրա ներդրումը, եւ նրա սահմանափակումները։ Հենց այդպես է պետք մոտենալ ցանկացած բայց ով նաև թողեց անթափանցիկության ժառանգություն։ Տեսնում ենք քաղաքական գործչի, ով ստեղծեց հզոր կուսակցություն, բայց ով նաև թողեց անպատասխան հարցեր։ Եվ թերևս հենց այդ բարդությունը, այդ ներբերանգայնությունը, այդ հակասականությունը է դարձնում Անդրանիկ Մարգարյանի պատմությունը կարևոր։ Ոչ թե որպես պարզ դաս այն մասին, թե ինչ անել կամ ինչ չանել, այլ որպես բարդ պատմություն այն մասին, թե ինչպես պատմական հանգամանքները, քաղաքական մշակույթը եւ անձնական ընտրություններն փոխազդում են եւ ստեղծում են ժանժառանգություն, որը շարունակում է ազդել մինչեւ օրս։ 2026 թվականում 19 տարի Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Հայաստանը կանգնած էր նոր խաչմերուկում։ Երկիրը դեռ քննարկում էր 93 միլիոնի գործարքը, դեռ վիճում էր Մարգարյանի ժառանգության մասին, դեռ փորձում էր հասկանալ, թե ինչ դասեր կարելի է քաղել այդ պատմությունից։ Եվ այս քննարկումը ցույց էր տալիս, որ անցյալը դեռ կենդանի է, որ այն շարունակում է ազդել ներկայի վրա, որ այն շարունակում է ձևավորել ապագան։ Նոր սերնդի քաղաքական գործիչներն ուսումնասիրում էին Մարգարյանի փորձը, ուսումնասիրում էին նրա հաջողություններն ու ձախողումները, փորձում էին հասկանալ, թե ինչ անել այլ կերպ, եւ նրանք հանգում էին մեկ հիմնական եզրակացության. թափանցիկությունը կարևոր է։ Թափանցիկությունն ապահովում է վստահությունը, թափանցիկությունը թույլ է տալիս հրապարակային մասնակցությունը, թափանցիկությունը ստեղծում է հաշվետվողականություն, եւ առանց թափանցիկության նույնիսկ լավ որոշումները կարող են դառնալ վիճելի։ Բայց նոր սերունդը նաև ճանաչում էր, որ թափանցիկությունը միայնակ բավարար չէ։ Պետք է նաև որակյալ որոշումներ, պետք է նաև ազգային շահերի պաշտպանություն, պետք է նաև երկարաժամկետ տեսլական։ Եվ Մարգարյանի փորձը ցույց էր տալիս, որ երբեմն այս տարբեր պահանջներն ուներում են հակասության մեջ։ Երբեմն թափանցիկությունը կարող է դանդաղեցնել որոշումների ընդունումը։ Երբեմն հրապարակային քննարկումը կարող է բարդացնել բանակցությունները։ Եվ քաղաքական ղեկավարը պետք է գտնի հավասարակշռություն այս տարբեր պահանջների միջև։ Մարգարյանի սխալը չէր, որ նա ընտրեց բարդ որոշում, չէր, որ նա համաձայնվեց գույքի փոխանցման, չէր, որ նա փորձեց լուծել պարտքի խնդիրը։ Նրա սխալը եղավ, որ նա չբացատրեց իր որոշումը, չներկայացրեց այլընտրանքները, չհիմնավորեց իր ընտրությունը, եւ այդ բացակայությունը ստեղծեց կասկած, ստեղծեց անվստահություն, ստեղծեց վիճելի ժառանգություն։ Բայց նոր սերունդը նաև ճանաչում էր, որ Մարգարյանը աշխատում էր այլ ժամանակաշրջանում։ Ժամանակաշրջան, երբ հետխորհրդային քաղաքական մշակույթը դեռ գերակշռում էր, երբ թափանցիկությունը դեռ չէր դարձել նորմ, երբ հրապարակային մասնակցությունը դեռ սահմանափակ էր։ Եվ Մարգարյանը, որպես իր սերնդի ներկայացուցիչ, արտացոլում էր այդ մշակույթը, արտացոլում էր այդ սահմանափակումները, արտացոլում էր այդ մտածելակերպը։ Եվ թերևս ամենակարևոր դասը Մարգարյանի պատմությունից է, որ քաղաքական մշակույթը պետք է զարգանա, պետք է փոխվի, պետք է կատարելագործվի։
Հետխորհրդային Հայաստանը 2000-ներին էր մեկ տեսակ, Հայաստանը 2018-ին էր այլ տեսակ, եւ Հայաստանը 2020-ամյակներին պետք է լինի դեռ ավելի զարգացած, ավելի թափանցիկ, ավելի մասնակցային, ավելի հելի հաշվետու։ Անդրանիկ Մարգարյանի մահից 19 տարի անց նրա ընտանիքը շարունակում էր պահպանել նրա հիշողությունը։ Նրա կինը, երեխաները, թոռները հիշում էին նրան որպես նվիրված ընտանեկան, հոգատար հայր, սիրող պապիկ։ Նրանք հիշում էին նրա համեստությունը, նրա աշխատասիրությունը, նրա նվիրվածությունը։ Եվ նրանք չէին քննարկում քաղաքական հարցերը։ Նրանց համար Մարգարյանը մնում էր անձնական մարդը, ոչ թե հրապարակային ֆիգուրը։ Եվ այդ անձնական հիշողությունը արժանի էր հարգանքի։ Հանրապետական կուսակցությունը նույնպես պահպանում էր Մարգարյանի հիշողությունը։ Նրանք անվանել էին փողոցներ նրա անունով, կառուցել հուշարձաններ, կազմակերպել հիշատակի միջոցառումներ, բայց կուսակցությունն էլ չէր կենտրոնանում 93 միլիոնի գործարքի վրա։ Նրանք նախընտրում էին հիշել Մարգարյանի դրական ներդրումը։ Նրա դերը կուսակցության հիմնադրման գործում, նրա ղեկավարությունը տնտեսական աճի տարիներին։ Եվ դա էլ բնական էր։ Ոչ մի քաղաքական կազմակերպություն չցանկանում է կենտրոնանալ իր հիմնադիրների սխալների վրա։ Բայց անկախ պատմաբանները շարունակում էին քննադատական վերլուծությունը, շարունակում էին ուսումնասիրել փաստաթղթերը, շարունակում էին հարցազրույցներ վերցնել ականատեսներից, շարունակում էին փորձել վերականգնել լրիվ պատկերը, եւ նրանք շարունակում էին հրապարակել իրենց հայտնագործությունները, շարունակում էին հարստացնել մեր պատմական հասկացողությունը, շարունակում էին մեզ օգնել սովորել անցյալից։ 93 միլիոնի գործարքը մնում էր որպես ամենավիճելի դրվագը Մարգարյանի ժառանգության մեջ, բայց այն միակ դրվագը չէր։ Մարգարյանի կառավարման 7 տարիների ընթացքում եղան նաև բազմաթիվ այլ որոշումներ, որոնք ազդեցին Հայաստանի տնտեսության վրա, որոնք ազդեցին Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որոնք ազդեցին Հայաստանի հասարակության վրա։ Եվ այս բոլոր որոշումների ամբողջությունը ստեղծում են Մարգարյանի ժառանգությունը։ Տնտեսության ոլորտում Մարգարյանի կառավարումը ապահովեց կայուն աճ։ 2000-ից 2007 ընկած ժամանակահատվածում Հայաստանը ցույց տվեց 1 թվանշան տնտեսական աճի տոկոսներ։ Դա բացառիկ ցուցանիշ էր հետխորհրդային տարածքում։ Բյուջետային կարգապահությունը պահպանվեց, ինֆլյացիան մնաց ցածր, արտարժույթի պաշարները աճեցին, արտաքին ներդրումները մտան երկիր, բիզնես միջավայրը բարելավվեց, աշխատանքի նոր տեղեր ստեղծվեցին։ Այս բոլոր հաջողություններն էին Մարգարյանի կառավարման արդյունքը։ Արտաքին քաղաքականության ոլորտում Մարգարյանը պահպանեց հավասարակշռված մոտեցում։ Նա պահպանեց ուժեղ հարաբերություններ Ռուսաստանի հետ, Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ։ Միաժամանակ նա զարգացրեց հարաբերություններ Եվրոպական միության եւ Ամերիկայի հետ։ Նա մասնակցեց միջազգային կազմակերպություններին։ Նա աջակցեց Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Նա աշխատեց Հայաստանի միջազգային ճանաչման ուժեղացման վրա։ Այս բոլոր ջանքերը նպաստեցին Հայաստանի միջազգային դիրքի ամրապնդմանը։ Սոցիալական ոլորտում Մարգարյանի կառավարումը իրականացրեց բարեփոխումներ։ Կրթական համակարգը մոդեռնիզացվեց, առողջապահական ծառայությունները բարելավվեցին, սոցիալական ծրագրերը ընդլայնվեցին, կենսաթոշակները աճեցին, սոցիալական ապահովությունը ամրապնդվեց, աղքատության մակարդակը նվազեց։ Այս բոլոր ձեռքբերումները բարելավեցին հայ ժողովրդի կենսամակարդակը։ Բայց միաժամանակ Մարգարյանի կառավարման տարիներին եղան նաև խնդիրներ։ Կոռուպցիան մնաց լուրջ խնդիր, օլիգարխների ազդեցությունը աճեց, քաղաքական մրցակցությունը սահմանափակվեց, մեդիայի ազատությունը չբարելավվեց, դատական համակարգի անկախությունը մնաց թույլ, մարդու իրավունքների պաշտպանությունը չէր բավարար։ Այս բոլոր թերությունները սահմանափակեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացումը։ Եվ երբ մենք դիտարկում ենք Մարգարյանի ժառանգությունը բոլոր այս ասպեկտներում, մենք տեսնում ենք խառն պատկեր։ Տեսնում ենք ղեկավարի, ով ունեցավ հաջողություններ եւ ձախողումներ, ունեցավ ուժեղ կողմեր եւ թույլ կողմեր, կատարեց ճիշտ որոշումներ եւ սխալ որոշումներ։ Եվ հենց այս խառն պատկերը, այս բարդությունը, այս նրբերանգայնությունը դարձնում են Մարգարյանի պատմությունը ուսումնասիրելի եւ իմաստալից։ Երբ մենք հիմա 2026 թվականում նայում ենք հետ դեպի 2002-ի նոյեմբերը, մենք տեսնում ենք ոչ թե պարզ պատմություն, տեսնում ենք բարդ պատմություն։ Պատմություն գործարքի մասին, որը փրկեց Հայաստանը պարտքից, բայց որը նաև կորցրեց ռազմավարական ակտիվ։ Պատմություն ղեկավարի մասին, ով ծառայեց իր երկրին նվիրումով, բայց ով նաև թաքցրեց ճշմարտությունը։ Պատմություն որոշումների մասին, որոնք ընդունվեցին փակ դռների հետևում առանց հրապարակային քննարկման։ Եվ պատմություն ժառանգության մասին, որը շարունակում է վիճարկվել։ Անդրանիկ Մարգարյանը մեռավ 2007-ի մարտի 25-ին։ Նրա սիրտը չդիմացավ,
նրա մարմինը չկարողացավ շարունակել։ Նրա կյանքն ավարտվեց 56 տարեկանում, բայց նրա պատմությունը շարունակվում է մինչև օրս եւ կշարունակվի ապագայում, քանի որ Մարգարյանի պատմությունը միայն նրա մասին չէ։ Այն պատմություն է Հայաստանի մասին, հետխորհրդային Հայաստանի մասին, որը փորձում էր գտնել իր ճանապարհը, փորձում էր կառուցել ժողովրդավարական պետություն, փորձում էր ստեղծել շուկայական տնտեսություն, փորձում էր ապահովել ազգային անվտանգություն, եւ այդ փորձի ընթացքում կատարեց հաջողություններ եւ սխալներ, սովորեց դասեր, զարգացավ, փոխվեց։ Եվ Անդրանիկ Մարգարյանի ժառանգությունը մասն է այդ ավելի մեծ պատմության, մասն է Հայաստանի անկախության առաջին տասնամյակների պատմության, մասն է հետխորհրդային փոխակերպման պատմության, մասն է ազգային կառուցման պատմության։ Եվ որպես այդ ավելի մեծ պատմության մաս, Մարգարյանի ժառանգությունը կարևոր է հասկանալու համար, թե որտեղից եկանք, կարևոր է գնահատելու համար, թե որտեղ ենք հիմա, եւ կարևոր է ուղղորդելու համար, թե ուր գնանք հետագայում։ 93 միլիոն դոլար, 5 ձեռնարկություն, 1 գործարք, 1 ստորագրություն, 1 վիճելի որոշում։ Այդ բոլորը դարձան Անդրանիկ Մարգարյանի ժառանգության մասը, բայց նրա ժառանգությունը ավելին է, քան դա։ Այն ներառում է նաև 7 տարվա աշխատանք, ներառում է տնտեսական աճ, ներառում է քաղաքական կայունություն, ներառում է ազգային զարգացում, ներառում է անձնական նվիրվածություն, ներառում է համեստ ապրելակերպ, ներառում է ընտանեկան սեր, ներառում է մարդկային արժեքներ։ Եվ երբ մենք գնահատում ենք Մարգարյանի ժառանգությունը, մենք պետք է տեսնենք բոլոր այս ասպեկտները, ոչ թե միայն կենտրոնանալ 93 միլիոնի վրա, ոչ թե միայն հիշել վիճելի գործարքը, այլ տեսնել ամբողջական պատկերը։ Տեսնել մարդուն իր բարդության մեջ, տեսնել ղեկավարին իր հակասականությունների մեջ, տեսնել պատմություն իր ներբերանգների մեջ։ Անդրանիկ Մարգարյանը չէր կատարյալ, նա կատարեց սխալներ, նա ունեցավ սահմանափակումներ, նա թողեց անպատասխան հարցեր, բայց նա նաև ծառայեց իր երկրին, նա աշխատեց նվիրումով, նա մնաց համեստ, նա ապրեց արժանապատվորեն, եւ դա նույնպես մաս է նրա ժառանգության։ Եվ այժմ, երբ մենք կանգնած ենք 2026 թվականում, նայելով հետ դեպի 2002-րդը, մենք կարող ենք տեսնել, որ Մարգարյանի ժառանգությունը դեռ ակտուալ է, դեռ կարևոր է, դեռ դաս է տալիս։ Քանի որ հարցերը, որոնք այն բարձրացնում է, թափանցիկության, հաշվետվողականության, հրապարակային մասնակցության հարցերը, դեռ ակտուալ են, դեռ կարևոր են, դեռ պահանջում են պատասխաններ։ Եվ եթե Անդրանիկ Մարգարյանի պատմությունը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ այս հարցերը, եթե այն մեզ սովորեցնում է ավելի լավ գնահատել թափանցիկության կարևորությունը, եթե այն մեզ ուղղորդում է դեպի ավելի բաց եւ հաշվետու կառավարում, ապա Մարգարյանի ժառանգությունը նրա բոլոր բարդությամբ եւ հակասականությամբ եղել է արժեքավոր, եղել է իմաստալից, եղել է կարևոր։ Եվ դա է վերջնական դասը Անդրանիկ Մարգարյանի պատմությունից։ Ոչ թե պարզ պատասխանները, ոչ թե միանշանակ գնահատականները, այլ բարդ հարցերը, նրբերանգային վերլուծությունը, շարունակական քննարկումը եւ վերջապես դասերի քաղումը, ոչ թե դատելու, այլ սովորելու համար, ոչ թե անցյալը դատապարտելու, այլ ապագան կառուցելու համար, ոչ թե պատմությունը մոռանալու, այլ դրանից ուղղություն ստանալու համար։ Անդրանիկ Նահապետի Մարգարյան ծնվել է 1951-ի հունիսի 12-ին Երևանում, մահացել է 2007-ի մարտի 25-ին Երևանում, ապրել է 56 տարի, ծառայել է իր երկրի 7 տարի որպես վարչապետ, թողել է ժառանգություն, որը շարունակում է քննարկվել 19 տարի նրա մահից հետո։ Եվ դա թերևս է իսկական ժառանգությունը, ոչ թե մոռացվել է, այլ հիշվել է, քննարկվել է, ուսումնասիրվել է եւ վերջապես դասեր տալը նոր սերունդներին։ Հայաստանը շարունակում է իր ճանապարհը, շարունակում է զարգանալ, շարունակում է փոխվել։ Եվ այդ ճանապարհին Անդրանիկ Մարգարյանի պատմությունը մնում է որպես կարևոր հիշեցում։ Հիշեցում թափանցիկության կարևորության մասին, հիշեցում հրապարակային մասնակցության անհրաժեշտության մասին, հիշեցում հան մասին, հիշեցում հաշվետվողականության արժեքի մասին եւ հիշեցում այն մասին, որ նույնիսկ լավ մտադրություններն առանց բաց քաղաքականության կարող են ստեղծել վիճելի ժառանգություն։ 2026 թվականում, երբ Հայաստանը նայում է դեպի իր ապագան, այն կարող է սովորել Անդրանիկ Մարգարյանի անցյալից, կարող է հասկանալ, թե ինչ աշխատեց եւ ինչ ոչ, կարող է գնահատել, թե ինչպես կառուցել ավելի բաց եւ հաշվետու ապագա։ Եվ եթե այդպես է, եթե Մարգարյանի պատմությունն օգնում է Հայաստանին դառնալ ավելի ժողովրդավարական, ավելի թափանցիկ, ավելի պատասխանատու,
ապա նրա ժառանգությունը բոլոր իր վիճելիության հետ կլինի դրական, կլինի կառուցողական, կլինի արժեքավոր։ Եվ այդպես է պետք վերաբերվել պատմությանը, ոչ թե որպես մեղադրանքի աղբյուր, ոչ թե որպես անցյալի փառաբանման միջոց, այլ որպես ուսուցման գործիք, որպես ուղեցույց ապագայի համար, որպես հիշեցում այն մասին, որ մարդիկ բարդ են, որոշումները դժվար են, հանգամանքներն ազդու են, բայց պատասխանատվությունը կարևոր է։ Եվ թափանցիկությունը վերջապես անփոխարինելի է։ Անդրանիկ Մարգարյանի պատմությունը ավարտված է։ Նրա կյանքը ավարտվեց 2007-ի մարտի 25-ին, բայց նրա ժառանգությունը շարունակվում է։ Շարունակվում է քննարկումների, հետազոտությունների, վերլուծությունների միջոցով։ Շարունակվում է դասերի քաղմամբ եւ դրանց կիրառմամբ, եւ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը հետաքրքրված է իր անցյալից, սովորելով կառուցել ավելի լավ ապագա։ $93 միլիոն։ Դա թիվ է, բայց դրա հետևում պատմություն է։ Պատմություն որոշումների, հանգամանքների, ընտրությունների մասին։ Պատմություն չուն մարդու մասին, ով փորձեց անել լավագույնը, բայց ով նաև կատարեց սխալներ։ Պատմություն երկրի մասին, որը փորձում էր գտնել իր ճանապարհը։ Եվ պատմություն ժառանգության մասին, որը շարունակում է մեզ սովորեցնել։ Շարունակում է մեզ հարցեր տալ, շարունակում է մեզ ուղղորդել։ Եվ դրանով է այս պատմության արժեքը, ոչ թե վերջնական պատասխաններով, այլ շարունակական հարցերով։ Ոչ թե միանշանակ դատապարտմամբ կամ գովասանքով, այլ ներբերանգային հասկացմամբ։ Ոչ թե անցյալի մեջ ապրելով, այլ անցյալից սովորելով, ապագա կառուցելով։ Անդրանիկ Մարգարյան, վարչապետ, քաղաքական գործիչ, ազգայնական պայքարիչ, ընտանեկան մարդ, համեստ ծառա, վիճելի ղեկավար, բարդ անձնավորություն։ Մարդ, ով թողեց հետք Հայաստանի պատմության մեջ, եւ հետք, որը շարունակում է քննարկվել, ուսումնասիրվել, գնահատվել։ Դա է նրա ժառանգությունը, եւ դա է նրա պատմության ավարտը, որը միաժամանակ սկիզբ է նոր քննարկումների, նոր վերլուծությունների, նոր դասերի։